Շնորհակալություն եղեք։ Շնորհակալություն, ես ուղղակի որ հանկարծ նաև շարունակելով Տիկին Դավոյանի միտքը, որ քաղաքական շահարկումների առիթ չդառնա այս քննարկումը ու խոսակցությունը, ես ուզում եմ եւս մեկ անգամ ասել, որ այստեղ քննարկվող հարցը հանրային հետաքրքրության առարկա է, որտեղ մենք որպես падգամավորներ ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության ժողովրդին, եւ այդ ժողովրդի տասնյակ ու հարյուրավոր ներկայացուցիչներ ինձ Պարոն Խաչատրյանին, մյուսներին ամեն օր նամակներով, փողոցում տեսնելիս եւ այլն անդադ մեզ ասում են կոնկրետ այս մարդիկ, որ հիմա ելել են փողոց, այսպես այս մարդկանց ինչի իրանք ժամանակին չեն ծառայել, ինչի իրանք որդիները չեն ծառայել, ինչ հիմքով, ինչի իրենց որդիները չեն ծառայել, բայց ին որդիները ծառայել են, ինչի ին որդուն նոր տարան Եռամսյա հավաքի, բայց իրենցից ոչ մեկին չտարան։ Այս բոլոր հարցերը հանրային հետաքրքրության առարկա են եւ ազգային ժողովը բնական է, որ պիտի այս հարցին անդրադառնալ եւ ես շատ ուրախ եմ, որ անդրադառնում է։ Մյուս մասով նաեւ ոստիկանության պետի տեղակալին պիտի ես առաջարկեմ, որ ոչ միայն այս ակցիաների հետ կապված, այսինքն իսկ հենց այդպես էլ լինում է, որ ցանկացած բերման ենթարկվածի իդենտիֆիկացումից հետո այդ բազաները նաև սինխրոնացվում են, չէ՞, ռազմական ոստիկանության հետ ու զինկոմիսարիատի հետ, այսինքն եթե այնտեղ խնդիր կա, որ ինչ որ մեկը խուսափել է զորահավաքից, զորակոչից եւ այլնից, ցանկացած առիթով, եթե բերման է ենթարկվում, այդ բազաները սինխրոնացվում են ու բնականաբար տվյալները կամ անձը փոխանցվում է արդեն մյուս կառույցին։ Այնպես որ այստեղ ընդհանրապես ոչ մի խնդիր չեմ տեսնում եւ կարծում եմ, որ մենք պետք է բավարարենք մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետաքրքրությունը։